Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր գլխավոր թեման նվիրված է ճարպակալման դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը, այն է բարիատրիկ վիրահատությունը, որին անվանում են նաև նիհարեցնող։ Ինչպես գիտենք, ճարպակալումը ամբողջ աշխարհում համարվում է բոլոր գրեթե շատ քրոնիկ հիվանդությունների ռիսկի գործոններից մեկը եւ առհասարակ ճարպակալումը եւ ավելորդ քաշը համարում են օրգանիզմում որպես բորբոքային եւ համակարգային համընդհանուր process, որի դեմ պետք է պայքարել։ Այսօր խոսելու ենք ինչ է իրենից ներկայացնում բարիատրիկ վիրահատությունը, որը վերջերս հատկապես ակտուալ է դարձել, վստահ եմ, որ շատ մեր հեռուստադիտողներին կհետաքրքրի։ Եվ այսօրվա իմ հյուրն է Երևանի պետական բժշկական համալսարանի որովայնային վիրաբուժության ամբիոնի դասախոս, Վարդանանց նորարարական բժշկական կենտրոնի վիրաբուժական ծառայության ղեկավար եւ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի վիրաբույժ Հակոբ Շմավոնյանը։ Ողջույն, բժիշկ Շմավոնյան, շնորհակալ եմ, որ այսօր ժամանակ գտաք մեզ հյուրընկալվելու։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, շնորհակալություն։ Եկեք նախ սկսենք նրանից, ինչ է իրենից ներկայացնում բարիատրիկ վիրահատությունը։ Բարիատրիկ վիրահատությունները իրենք ընդհանրապես մեկ տերմինով, մեկ բառով ասած, դրանք մարսողական տրակտի վրա կատարվող կազմափոխական վիրահատություններ են, որոնք բերում են կայուն քաշի նվազման։ Իհարկե վիրահատական մեթոդները տարբեր են, ժամանակի ընթացքում նաև փոխվել են, կան արդի մեթոդներ, կան մեթոդները, որոնք այլևս կիրառություն չունեն քիչ էֆեկտիվության պատճառով, բայց ընդհանուր առմամբ դրանք կազմափոխական վիրահատություններ են մարսողական տրակտի, ստամոքսաղեքային տրակտի վրա։ Եթե ավելի պարզ բացատրենք, բարիատրիկ վիրահատությունը դա ստամոքսի ծավալը փոքրացնելու մեջ է, թե որոշակի դեպքերում ոչ միայն ստամոքսի ծավալը փոքրացնելուն ու ամենատարածված վիրահատական միջամտությունը, որը ստամոքսի երկայնակի մասնահատումն է, ամենաշատն է կատարվում եւ աշխարհում եւ Հայաստանում, դա հենց ստամոքսի ծավալի փոքրացման մասին է, բայց կան բարիատրիկ վիրահատություններ, որոնք վերաբերվում են նաեւ բարակ աղիքի ներծծող մակերեսի կրճատմանը, այսինքն ավելի բարդ կազմափոխական վիրահատություններ են։ Այ մինչև տեսակներին անդրադառնալու բժիշկ ջան, եկեք խոսենք այն մասին, առհասարակ ինչ ցուցումներ ունի, որովհետև շատերը այսօր պատկերացնում են, որ դա է միայն էսթետիկ, գեղեցիկ եւ ավելի առողջ կազմվածք ստանալու համար է, բայց կարծում եմ նաեւ կմեկնաբանեք ինչպիսի առողջական ցուցումներ կան, օրինակ, չգիտեմ, շաքարային դիաբետ ունեցողը, ճարպակալման բարդագույն աստիճան ունեցողների համար է ցուցված, այ որոնք են այդ էսթետիկը եւ երբ որ ըստ ցանկության է կատարում եւ երբ կան առողջական ցուցումներ։ Տեսեք, մենք հաճախ խոսում ենք նրա մասին, որ բարիատրիկ վիրահատությունները իրենք երբևիցե էսթետիկ վիրահատություններ չեն, դրանք պլաստիկ վիրահատություններ չեն ու իրականացվում են մարսողական տրակտի վրա, այսինքն մարմնի տեսքի, շտկող նման վիրահատությունները դրանք պլաստիկ վիրահատություններ են, դա մեր ոլորտը չի։ Բարիատրիկ վիրահատությունը ինձ ներկայացնում է, ինչպես նշեցի, ստամոքսաղեքային տրակտի վրա իրականացվող վիրահատություններ եւ ունի միանշանակ ցուցումներ։ Ցուցումներից համար մեկը, որ պետք է լինի անպայման, իհարկե ճարպակալումն է։ Եվ ճարպակալումը որոշվում է մարմնի քաշի ինդեքսով։ Կարծում խոսենք դրա մասին, մարմնի քաշի ինդեքսով եւ ըստ էության բարիատրիկ վիրահատությունների ցուցում առաջանում է, երբ որ մարմնի քաշի ինդեքսը բարձր է 35-ից, դա միանշանակ բացարձակ ցուցում է վիրահատության, եւ 30-ից 35 ընկած միջակայք, այսինքն առաջին աստիճանի ճարպակալման դեպքում այստեղ որոշակի դեր ունի նաեւ պացիենտի ցանկությունը եւ որոշակի դեր ունեն նաեւ ուղեկցող հիվանդությունները եւ ռիսկերը։ Այսինքն ցանկացած դեպքում պացիենտի հետ անմիջական քննարկման արդյունքում կարելի է գալ որոշման։ Բայց նշեմ նաև, որ վերջին տարիներին հատկապես եվրոպական երկրներում նաև այս դեպքերում հաշվի առնվում նաև պացիենտի ցանկությունը։ Եկեք խոսենք այն մասին, ինչպիսի տեսակներ կան եւ ինչպես եք դուք կողմնորոշում այդ անհատական մոտեցման մասին է խոսքը, որ դեպքում որ տեսակը կիրառեք եւ ինչու։ Տեսեք, բարիատրիկ վիրահատությունների տեսակները, ինչպես ես արդեն նշեցի, մի քանիսն են, ու աշխարհում ամենաշատ կիրառվողը դա ստամոքսի երկայնակի մասնահատումն է, ամբողջ բարիատրիկ վիրահատությունների մեջ աշխարհում իր թիվը կազմում է մոտավորապես 60%, որը բավականին բարձր է եւ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ինքը ունի նաեւ աճման միտում։ Հաջորդ վիրահատությունը, որ լայն կիրառում ունի էլի իրականացվում է, դա բայփասն է, բայփասը ըստ ռուի անջատված գալարով մի քիչ բարդ է հնչում, բայց այստեղ նաև բարակաղիքի որոշակի մակերեսը փոքրացնելու մասին է խոսքը եւ ստամոքսի ծավալի փոքրացում եւ բարակաղու մակերեսի փոքրացում, սա համապատասխանում է մոտավորապես ամբողջ բարիատրիկ վիրահատությունների թվի 30%-ին, մնացած 10%-ը արդեն մի քիչ ավելի բարդ կազմափոխական վիրահատություններ են, որոնք Հայաստանում չեն իրականացվում են շատ նեղ մասնագիտացված կենտրոններում,
շատ նեղ ցուցումների դեպքում դրա համար կարծում եմ այս թեմայի անդրադառնալ շատ չեմ ուզում, որովհետև մեր մոտ չի իրականացվում։ Հիմնականում կարելի է խոսել հիմնական երկու բարիատրիկ վիրահատությունների տեսակների մասին՝ ստամոքսի երկայնակի մասնահատում sleeve կոչվածը, որը լայն տարածում է գտել մեր երկրում, հաջորդ վիրահատությունը դա գաստրիկ բայփասն է, ըստ Ռուի Գալերի։ Ինչպես հասկացա, բայփասի դեպքում է, որ բարակ աղու հատման է վերաբերում, sleeve-ի դեպքում դա չի արվում, այնտեղ միայն բարակ աղիքը չի հատվում, իսկ բայփասի դեպքում դուք որոշում կայացնում, որ դեպքում որն է անհրաժեշտ կատարել։ Կոնկրետ բայփաս իրականացնելու համար կան շատ խիստ ցուցումներ եւ բայփաս իրականացնելուց հետո նաեւ պացիենտը պետք է գտնվի դիետոլոգների, սննդաբանների, պրոֆեսիոնալ դիետոլոգների եւ սննդաբանների շատ խիստ հսկողության ներքո, որովհետեւ առաջանում է ներծծման քչացում, որը բերում է նաեւ վիտամինների, միկրոէլեմենտների դեֆիցիտի։ Այս վիրահատությունները լայն կիրառում չունեն, Հայաստանում դեռևս այս վիրահատությունները չեն իրականացվում, հուսով եմ կսկսենք արդեն իրականացնել, դեռևս չեն իրականացվում է ստամոքսի երկայնակի մասնահատումը, բայց մյուս տեսակը վիրահատության, որը կապված է նաեւ բարակ աղիքի ներծծող մակերեսի փոքրացման հետ, կապված է նաեւ հարակից մասնագետների արկայության հետ։ Խոսենք նաև այն մասին, ինչպես է պետք նախապատրաստվել եւ իհարկե հետո կանդրադառնանք վերականգնման շրջանին, կան ցուցումներ, որոնք դուք տալիս եք, որ պիտի բուժառուներ ունակ շաբաթներ առաջ սկսեն պատրաստվել, ինչպես համոզվեք, որ այո, որոշումը վերջնական է, որ բուժառուն պատկերացնում է ինչ է իրեն սպասվում։ Քանի որ մենք որքան էլ սա ցավոտ է հնչում, մենք գործ ունենք ճարպակալում ունեցող պացիենտների հետ եւ ճարպակալումը գրեթե միշտ ուղեկցվում է որոշակի ուղեկցող հիվանդությունների արդեն արկայությամբ, որոշակի դեպքերում այդ ուղեկցող հիվանդությունները նաև բարդ աստիճանի են։ Հետևաբար պացիենտների նախավիրահատական նախապատրաստմանը պետք է շատ լուրջ անդրադառնալ, շատ լուրջ քննարկել պացիենտի հետ եւ այն հարակից մասնագետների հետ, որոնք պատրաստում են ըստ էության պացիենտին վիրահատության։ Այդտեղ ամենագլխավոր դերերից մեկը իհարկե անեսթեզիոլոգի դերն է, անոթային վիրաբուժների որոշակի պարագայում, եթե կան ոտքերի անոթների լայնացում, էնդոկրինոլոգների, հոգեբանների, ինքն բոլոր այն հարակից մասնագետների, որոնք պետք է զբաղվեն այն քրոնիկ խնդիրներով, որոնք պացիենտը ունի։ Եվ նախավիրահատական նախապատրաստման ընթացքը շատ կարևոր է վիրահատության եւ հետվիրահատական շրջանը առանց բարդությունների հարթ անցնելու համար ես շատ եմ կարևորում։ Հետաքրքիր է, օրինակ վիրահատությունը արվեց բարեհաջող ընթացավ, արդյոք միանգամից բուժառուն հարազատները արդյունք են տեսնում, տարբերություն են նկատում հենց թեկուզ ծավալի, թե արտաքինից դեռ որ փոփոխություններ չկան։ Բացարձակ ոչ, ես զգուշացնում եմ բոլոր իմ պացիենտներին, որ կարելի է մի քիչ հումորով ասել, ինչ քաշով գնացին վիրահատության, նույն քաշով վերադառնալու են վիրահատարանից։ Ինքն քաշի նվազեցումը սկսվում է, սկսած առաջի ամսվանից, բայց մենք քաշի նվազման պիկին հասնում ենք մինչև 1 տարում։ Մինչև 1 տարի։ Պացիենտների մոտ վիրահատությունից հետո փոփոխություն լինում է մենակ սննդի չափի չափաբաժնի մեջ, այսինքն փոփոխությունը միայն դա է, երբ որ պացիենտը կարողանում է ուտել ընդհանրենք 150 գրամ միանգամից, հիմա վիրահատությունից հետո կարողանում է ուտել 50 կամ 60 գրամ։ Փաստորեն, սիրելի հեռուստադիտողներ, այնուամենայնիվ վիրահատությունից հետո պետք չէ սպասել վայրկյանական եւ ակնթարթային փոփոխությունների, վիրահատությունից հետո, հատկապես այս բարդ ծավալի վիրահատությունից հետո պետք է մինչեւ 1 տարի գոնե արդյունք սպասել եւ իհարկե փոխել մի ամբողջ սննդային վարքագիծ։ Եվ այս հարցի շուրջ եւս այսպիսի մի բան, որը կարծում եմ էլի մեր հեռուստադիտողներին շատ կհետաքրքիր, արդյոք այստեղ միայն հարցը ծավալն է, թե օրինակ հորմոններ են, քաղցի զգացողություն է փոխվում, թե զուտ ծավալ չկա եւ այսուհետ բուժառուն էլ սկսեց օրինակ ուտել սուզենալ։ Ինչն է վերջիվերջո փոխվում։ Երբ որ սկսեցին բարիատրիկ վիրահատությունները եւ առավել եւս ստամոքսի երկայնակի մասնահատումը, հետազոտությունները հետագայում ցույց տվեցին, որ կա մի հորմոն, որի մասին հիմա շատ են խոսում մասնագետները, դա գրելին կոչվող հորմոնն է, որը արտադրվում է ստամոքսի պատում։ Եվ հետեւաբար ստամոքսի պատի մեխանիկական փոքրացումը բերում է նաեւ այդ հորմոնի քանակի քչացման արյան մեջ, դա ապացուցված է։ Այո։ Եվ հետեւաբար պացիենտների մոտ փոխվում է նաեւ ախորժակը, փոխվում է նաեւ ցանկությունը սննդի հանդեպ։ Ես ունեցել եմ բազմաթիվ պացիենտներ, որոնք ունեին կախվածություն, կարելի ասել, քաղցրից, բայց վիրահատությունից հետո տհաճություն առաջանում նույնիսկ քաղցրի նկատմամբ։ Այսինքն փոխվում է որոշակի սննդային վարքագիծ վիրահատությունից հետո եւ ախորժակ։ Իհարկե շատ բարդ կլիներ, եթե պացիենտը ունենար նույն ախորժակը, ինչ վիրահատությունից առաջ, հետո փոքր ստամոքսով, դա շատ բարդ կլիներ։ Ինչ կարող են սկալ անել բժիշկ Շիմավոնյան, որ դուք կուզենայիք այսօր հնչեցնել, որ խիստ ցանկալի չէ։ Չեմ վախենա ասել, որ չկա իդեալական բարիատրիկ վիրահատություն։ Բարիատրիկ վիրահատություն դա առաջի քայլն է։ Ես
բոլոր իմ պացիենտներին, որոնք ունեն երրորդ աստիճանի ճարպակալում, բոլորին ասում եմ, որ սա առաջին քայլն է, բայց միայն բարիատրիկ վիրահատությունով սպասել լավ արդյունքի եւ երկարատև լավ արդյունքի հնարավոր չէ։ Պետք է պահպանել սննդակարգ, ու սննդակարգ պահպանել դա չի նշանակում ընդհանրապես չուտել կամ ընդհանրապես անցնել շատ խիստ դիետա։ Դա նշանակում է առողջ ապրելակերպ։ Եթե մարզասրահ հաճախել, ակտիվ կյանքով ապրել, իհարկե դա միանշանակ խորհուրդ է տրվում։ Եվ եթե բարիատրիկ վիրահատությունից հետո էլի չարաշահել այն բոլոր մթերքները, որոնք առաջացնում են ճարպակալում, շարունակել նստակյաց ապրելակերպը, իհարկե հնարավոր է նույնիսկ բացասական արդյունքներ, դեպքեր կան նկարագրված, որ նույնիսկ պացիենտները վերադարձել են այն քաշին, որով որ գնացել են բարիատրիկ վիրահատության։ Այս դեպքում արդեն կրկնակի միջամտություններ, կրկնակի վիրահատություններ, բայց սա շատ կարևոր է հասկանալու համար, որ իրականում չկա իդեալական բարիատրիկ վիրահատություն։ Դա առաջի քայլն է, որը հնարավորություն է տալիս մոտենալ այնպիսի քաշին, որ օրինակ կարողանալ հաճախել արդեն սպորտը, բայց հետագան իհարկե կախված է պացիենտից։ Դե, բայց միևնույն ժամանակ նաև акցենտավորենք այն փաստը, որ սա մեծ քայլ է եւ կարելի ասել այն խնդրի կամ բարդույթի կամ առողջական խնդիրների հետ, որի հետ բուժառում պայքարել է երկար կամ տասնյակ տարիներ, սա մի մեծ քայլ է դեպի հաղթահարումը։ Առաջի քայլն է ամենակարևոր, որտեղ լինում են դեպքեր, երբ որ օրինակ սննդակարգը կամ այդ վարժություններն ու վարքագիծը այլևս կարող են օգտակար չլինել։ Իհարկե միանշանակ համաձայն եմ եւ համաձայն եմ այն դեպքում, երբ որ մենք ունենում ենք պացիենտներ, որոնք ունեն ենթադրենք ստորին վերջույթի վնասվածք ուղեկցող երրորդ աստիճանի ճարպակալում եւ վնասվածքը լավացնելու, այսինքն որի ստորին վերջույթի ֆունկցիան վերականգնել այն քաշի պարագայում, որը ինքը ուներ, դա հնարավոր չէ։ Այսինքն առաջի քայլը նույնիսկ ստորին վերջույթի ֆունկցիան վերականգնելու դա բարիատրիկ վիրահատությունն է, որը հնարավորություն կտա պացիենտին քաշի չեսնել, քաշի անկումը հնարավորություն կտա արդեն հարակից մասնագետներին աշխատել ստորին վերջույթը վերականգնելու ֆունկցիոնալ վերականգնելու իմաստով։ Այս դեպքում բարիատրիկ վիրահատությունները անփոխարինելի են։ Եթե մենք բարիատրիկ վիրահատությունները անում ենք այն պացիենտներին, որոնք ունեն դրա կարիքը, շատ լավ արդյունքի ենք հասնում եւ պացիենտի կողմից գոհունակության խոսքեր ենք լսում միայն։ Բայց այն դեպքերում, երբ որ վիրահատում ենք առաջին աստիճանի ճարպակալում եւ ստեղ գլխավոր դերը դա պացիենտի ցանկությունն է, իհարկե վիրահատում ենք նաեւ առաջին աստիճանի ճարպակալում, երկրորդ աստիճանի ճարպակալում առանց ուղեկցող խնդիրների։ Այս դեպքում ավելի մանրամասն պետք է բացատրել պացիենտին, որ սա վիրահատություն է ամբողջ կյանքի համար։ Ստամոքսի ծավալը հետո վերականգնել հնարավոր չէ, այսինքն վիրահատությունը արվում է ամբողջ կյանքի համար եւ մանրամասն բացատրելուց հնարավոր է նույնիսկ մի քանի կոնսուլտացիաներից հետո նոր պացիենտի հետ միասին կարելի է գալ այն որոշմանը, որ իհարկե կարելի է կատարել բարիատրիկ վիրահատություն։ Բժիշկ Շմավոնյան, եթե կան ընդհանուր խորհուրդներ, կոչ, որպեսզի մեր բուժառուները չվախենան, չնայած այստեղ դժվար է միանշանակ այդպեսի կոչ անել, բայց եթե կա խորհուրդ այն բուժառուները, ովքեր պատրաստվում են եւ արդեն որոշում են կայացրել, խնդրեմ ասեք։ Իմ համար մեկ խորհուրդը մեր բոլոր եւ պացիենտներին եւ առհասարակ մարդկանց պահպանել առողջ ապրելակերպի կանոնները, դա շատ բարդ չի։ Կարելի է պահպանել, չհասնել ճարպակալման եւ ընդհանրապես չդիմել վիրահատության։ Բայց եթե ունենք խնդիր, պետք է գալ կոնսուլտացիայի։ Համար առաջի քայլը պետք է գալ կոնսուլտացիայի, պետք է քննարկել վիրահատող վիրաբուժի հետ բոլոր խնդիրները, բոլոր խնդիրները, հետագան, ներկան եւ որոշման գալուց հետո անպայման պետք է դիմել այդ քայլին, որովհետեւ բազմաթիվ պացիենտներ ունենք, որոնք բավականին լավ արդյունքների են հասել։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրն էր Երևանի Պետական Բժշկական Համալսարանի վիրաբուժության դասախոս եւ ընդհանուր վիրաբույժ Հակոբ Շմավոնյանը, ում հետ մենք խոսեցինք այսօր բարիատրիկ վիրահատության մասին, պարզեցինք ինչ ցուցումներ ունի այս վիրահատությունը, պարզեցինք, որ բացի ստամոքսի ծավալը փոխվում է նաեւ հորմոնալ ֆոնը, ախորժակը, ուտելու ցանկությունը եւ իհարկե անհրաժեշտ է լինում մաքսիմալ արդյունքի համար փոխել թե մտածողությունը, թե ապրելակերպը, թե սովորությունները։ Այսօր պատրաստել ենք որպես գլխավոր թեմա բարիատրիկ վիրահատությունը, ինչպես ասեցի եւս մեկ անգամ կրկնեմ, եթե կունենաք հարցեր եւ այս թեման ձեզ համար հետաքրքիր է, խնդրեմ ուղարկեք մեզ մեկնաբանություններ, մենք դեռ այս թեմային կանրադառնանք։ Իսկ այս պահին առաջարկում եմ տեղափոխվել առաջ, մենք շարունակում ենք հաղորդումը խորհուրդ մասնագետի էջով, որի գործընկերն է դերմետիկ դերմատոսկոպիկ միջոցները, տեսնենք մեր գործընկերները ինչ են պատրաստել մեզ համար։